Զարթոնք բզնունի պրոդակշնը, նախկին թալանչիներ ասոցիացիան, ներկա թալանչիներ շարժումը և հպարտ քաղաքացի ընկերությունը ներկայացնում են։ Բարիգուն ձեզի, ես Մանուշակ Ալան Թալանյանն եմ, ինչու Մանուշակ, որովհետևս տենց ստացվեց, ոնց որ ծնողներս պապական կողմից մի քիչ ֆանտազիայից թույլ էին, որ ԶԱԳՍ-ում հարցրին ձեր բալիկի անունը ինչ դնենք, պապս մեր տատական կողմի ասեց ես իմ ախպեր, դե խոսքի հետ ԶԱԳՍ-ի աշխատողին ասեց քո անունը ինչ ա, ես կնիկներ ասեց Մանուշակ, պապսի ասեց դե Մանուշակ էլ դիր, էլ ինչ է Կեսյանեյան ասում բան, ծուռը նստենք դուզը խոսանք արա ժամանակ չկա, ոբշեմ դիր Մանուշակ, դրա համար դառա ոնց որ Մանուշակ, դե Ալան Թալանյանն էլ իմ ոնց որ կողմնորոշումն ա էլի ցույց տալու, ոնց որ քաղաքական, Ուրեմն ինչ եմ ուզում ներկայացնեմ ձեզ, այս պատմությունները, որ Մկոյի հետ կապված, որ բանը, մեր սրտի վարչապետը գնաց այդ Թայրոնը նայեց բան, ու սկսեց ինչ-որ ակնարկներ անել, ես իմ ինչ-որ խորհուրդներ տալ, խմբագրել բանման, հիմա շատերը թռել են Մկոյի դեմքին, յանի մեզ, բան, իշխանամետ ա, արա լավ չէ կարա, ասվա խեր հետը խոսում, ես իմ ինչ բան բաց, արա դուք աննորմալ չեք, բա ինչ աներ Մկոն, ներկայացումից հետո հելներ փախներ, այսինքն որ հելներ գնար էդի ավելի վատ ախպեր ջան, կմտածեին չոտքի բան, ասենք վախում ա կամ բան չունի ասելու, այտենց ոնց կլի արա, էլի խոսում ա մեր սրտի բանը, Մկոն է պատասխանում ա, կամ ուրիշ մասնակցություն ունեցող մարդիկ, ասենք պատասխանում էր այդ հարցերին, էդ ինչ կա ասենք, թե անպայման էր փախներ, որ ասեիք բան, փախավ ախպեր, ես էլ ձեր արվեստագետները, ասես բաներ, վաբշե բան, հանրային մարդկան շատ հեշտ ա տենց խոցել էլի, էդի տենց սիրուն չի, հասկանում եք, հետո, էդ որ անուն եք կպցնում նույն Մկոյին, այսինքն այդ ներկայացումը, ուրեմն մեր սրտի բանին այդքան դուր չի եկել, չէ որ սկսեց ինչ-որ բան, խորհուրդներ տալ բան, այսինքն ինչ-որ բանով կապել է այդ ներկայացումը իրա սրտին, մեր սրտի բանին, մեր սրտի բանի սրտին ինչ-որ ձևով կապել է, չէ, էլի ինչ եք ուզում, հիմա Մկոն ինչ աներ, հելներ կայներ ինչ-որ քլնգեր, մլնգեր, արա լավ չէ կարա, ասենք ոնց եք էդի պատկերացնում էլի, հիմա ներկայացումը, մարդիկ հաղում են դերասանները, ինչ կա խոսքի, հետո նենց եք ասում ոնց որ ախպեր, այդ սցենարը Մկոն ա գրի արա, արա այդ մարդը դերասան ա, Ղայդին էլ դերասան ա, մարդը սցենարը գրվել ա, ինքը հաղում ա, բա ինչ, ասի չէ, ես ինչ բան, տեքստեր ա, բան, չէ իհարկե, հոտես չի արա, հիմա էլ կպերսկվել են բանը, 2018-ին ինչ-որ կոչում էր, թե ինչ էր հետ տվել, լավ էր արա, իրա գործն է, իրա կոչումն ա, իրա ինչ ուզում ա անում ախպեր ջան, հիմա կարող այդ մարդը հավատացել ա, մեր սուրբ Թավշյային, հետ ա տվել, խոսքի ես հետ չեմ տվել իմ կոչումը, դե որովհետևս ես բան եմ, ոնց որ ռեժիմի ծառա եմ, էլի ես Սերժի վաղտ էի ստացել իմ կոչումը, դե ես որպես ռսի սապոկ լիզող Սերժի ստրուկ ու քոչիշուն ու ռեժիմի ծառա, ես չէի հանձնել իմ կոչումը, որովհետևս, ասենք, չէի հավատում այդ Թավիշ Մավիշին, դե հիմա ոնց որ սխալվեցի, հիմա եմ հասկանում, որ սխալվեցի, շատ մեծ սխալ գործեցի, թույլ տվեցի, հիմա այդ մարդը տենց ա, ուզե տենց ա, արա ձեզ ինչ արա, մենակ բան անեք, էլի կապարշկվե, չէ, ուրիշ բան, ստե մի հատ հարց կա, որ ուրեմն մի քիչ ոնց որ այդ Նիկոլը որ գրեց, գրառում արեց Facebook-ում, Մկոյի պահով, էդի ես մի քիչ ընկալում եմ որպես բան, ռսի ասած մի հատ բառ կա, Медвежья услуга, оказать медвежью услугу, այսինքն ես արջի ծառայություն մատուցել, էլի, ոնց որ սենց իրան խեժ Մկոյին ոնց որ ներքաշին բան, քաղաքականության մեջ, ուզած չուզած, Նիկոլը ոնց որ տես բան գրելով, ոնց որ նենց
ֆաս տվեց իր քարոզիչներին, հա, ու քարոզիչները դուրջը սկսին Մկոյին մեծարել, գովալ, բան հետնել, նկարներ են գցում, Մկո ջան կողքիդ ենք յանեն բան, որ ընդդիմությունը քեզ քլնգում է, մենք քո կողքին ենք, դուրջը օգտվան, էլի, այսինքն սկսին օգտագործել իրանց շահերի մեջ։ Այդ մարդը ոչ հարցրին, ոչ կարող այդ մարդը вообще ասենք Նիկոլ չի սիրում։ Հա, բայց Նիկոլը նենց արեց, էլի ֆինտ ու շամի արեց, էլի։ Անենց արեց, որ այս խեշտողուն ներքաշեց քաղաքականության մեջ, ու մի սկսել են Մկոյին ընկալել որպես բան։ Իշխանամետ դերասան ջոգում եք, ասենք այդ մարդը ոչ հարցրել են, ոչ բան։ Այդ է մի քիչ իշխանության կողմից մի քիչ գեշ բաներ։ Հա, սիրուն բան չէր ճիշտ ասած, բայց դե իրանք ոնց որ սովոր են դες բաներ անել։ Հա, այդ պահին իրանց պետք էր ներքաշել, ներքաշում են։ Վաղը պետք չլինի, вообще կմոռանան այդ մարդուն, հասկանում եք։ Հա, այդ բանը մի քիչ սիրուն չէ, բայց ել եմ կրկնում, այդ փնովելու տեղը, արա տարիներով այդ մարդու ֆիլմերը, բաները, սկեչերը, բան կարքինը հաղորդում, բան նայում էիք, ուրախանում էիք, բան։ Հենց մի պահ եկավ, որ Նիկոլի հետ մի երկու բառ բան արեց, պուբլիկավատ արեց։ Արա դուրջը քծվակ վրա, սա մոռացակ էլի, որ այդ մարդուն ոնց էիք ուրախանում, ոնց էիք սիրում այդ մարդուն։ Այդ դուրջը ռեսկի մոռացակ, հա։ Այդպես չի կարելի, ախպեր ջան, այդ է բան, ճիշտ ասած, այդ է դավաճանությունը, հասկանում եք։ Ոչ թե այդ տղու արած է, դե կայնած խոսում է, Նիկոլը խոսում, դե պարզ չէ որ Նիկոլը իրան լավ չի զգացել այդ ներկայացումից, դրա համար է այդպես խոսում։ Այ քեզ բան արա, վերջացրեք էլի։ Հա, ու այդ ներքաշել իհարկե սիրուն բան չէր իրանց կողմից, բայց դե հիմա ինչ արած։ Հիմա իրանք ինչ ուզում է, դել անում են, ջոգում եք, հիմա թավիշա էդ է ախպեր ջան։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, հիմա Լուբոյն էլ կարող է տենց ինչ-որ ներկայացման մեջ խաղա, բայց դա չի նշանակում, որ այդ դերասանն գրել այդ ներկայացման սցենարը, չէ։ Ոնց աննորմալ չէ կարա։ Թողեք այդ մարդը, թող հանգիստ բան, աշխատի, հանգիստ հաղամաղա որ դե ուզում է։ Դες չի կարելի, ժողովուրդ ջան։ Այսուհետ ես որպես մանուշակ դեմ եմ այդպիսի քաղաքական ֆինտերի, հա, եւ իշխանության կողմից եւ անդիմության կողմից։ Ախպեր ջան, դերասան մարդ է, այդ որ ամեն մեկը որ ձեր կարծիքը հայտնեք։ Մեկը գրում է, վայ, Մկո քեզնից չէի սպասում, ախպեր ջան, բա դու ինչ ես սպասում։ Խոսքի ինչ դու ով ես вообще, ինչ արժան չէի սպասում էի։ Արա, բան չի։ Աշխատավարձ չի որ սպասես կամ չսպասես, տես չի կարելի ժողում եք։ Հա, այդ ասողները вообще են դիվանին պարկած մարդիկ են։ Հա, իրանց պետք է այդ կփնովի Մկոյին։ Հետո էլի կմտնի, ասենք Մկոյի իշո սկեչերից բանից կնայի կուրախնա։ Դա չի կարելի ախպեր ջան։ Դավայցի արա, մի քիչ թավշյա եղեք, մի քիչ հպարտ քաղաքացի եղեք, որ ձեզ էլ կանչեն նկարեն բան։ Պետք է հպարտ այսօրվա վիճակով լինել եւ մի թեթև չեզոք, որ քեզ ոնց որ շատ կանչեն նկարահանման։ Հա, եթե չեզոք չես, մի երկու բառ ասում ես, քլնգում ես, всё ախպեր ջան։ Ասենք հմեկ բան դռները փակում է։ Դրա համար ախպեր ջան, պետք է մենք լինենք չեզոք ու ոնց որ կեցե մեր սրտի վարչապետը, օբշի տենց ապագա կա։ Լավ, բան